Տոլման համարվում է համերաշխության խորհրդանիշ։ Երբ ընտանիքում վեճ էր լինում, մայրերը եւ տատերը ասում էին. «Տոլմա պատրաստենք», այսպես հաշտեցնելով բոլորին։ Բարի օր, այսօր առաջարկում եմ նախապատրաստվենք ամանորի սեղանի համար։ Պատրաստելու ենք խաղողի տերևով պասուց տոլմա։ Գործի ենք դնում սիրելի ամանը։ Իբրև առաջին բաղադրիչ առաջարկում եմ կախասունկը մշակել։ Բաժանում ենք թելիկների, ցողում ենք բուսայուղով եւ խորովում ենք ջեռոցում։ Ջեռոցի տապակի վրա փռենք սիլիկոնե գորգ, կախասունկը կհամեմեմ Մարանիկ ընկերության ծովի աղով, եւ հատիկ սև պղպեղով։ Որից հետո կցողենք Սլոբոդա ապրանքանիշի եգիպտացորենի բուսայուղով, հավասար տարածում ենք։ Ջեռոցը միացնում ենք 200 աստիճան եւ թողնում ենք մինչեւ սունկը կարմրի։ Մյուս բաղադրիչը, որը կառաջարկեմ մշակել, դա սոխն է, սոխերածնկան։ Սոխը կտապակենք կրկին եգիպտացորենի բուսայուղով Սլոբոդա ապրանքանիշի։ Տեղադրում ենք տախտակը։ Կվերցնեմ, իդեպ կախասունկը վերցրել է կես կիլոգրամ։ Իսկ սոխը միջին չափի սոխեր են 4 գլուխ։ Սոխը կկտրատեմ փետրաձև։ Կամ ավելի լավ է մանր։ Այդպես ավելի հեշտ կլինի խճողելիս։ Սոխը անմիջապես կհամեմեմ Մարանիկ ընկերության աղով, շաքարավազով եւ սոդայով։ Մյուս բաղադրիչը դա պղպեղն է, քաղցր եւ գծու մեկական։
մեկական, քաղցր և կծու պղպեղներ կառաջարկեմ, հեռացնում ենք սերմերը, և մանր կտրատում։ Խճողակին հյութալիություն կհաղորդի դթմիկը, կառաջարկեմ մեկ դթմիկ, կլպում ենք, կտրատում ենք մանր խորանարդիկների, կլպենք թող ավելի նուրբ դառնա։ Սա էլ արեցինք։ Կառաջարկեմ նաև գազար, կվերցնեմ 2 գազար միջին չափի, 2 գազար, սա էլ են կտրատում մանր խորանարդիկների։ Տեսնենք ինչ վիճակում է սունկը, շատ է լավ վիճակում է, հանենք թող մի փոքր սառչի, որ կարողանանք կտրատել և ավելացնել խճողակի մեջ։ Իսկ մենք խառնելուց հետո կանցնենք մյուս բաղադրիչին։ Շարունակենք համեմել, կառաջարկեմ իբրև համեմունք, 4 բջեղ սխտոր, դանակի շեղբի տակ ջարդում ենք, մանր կտրատում և ավելացնում ենք սոխարացին։ Իբրև համեմունք կառաջարկեմ նաև 50 գրամ ընկույզ, մանր կտրատել և ավելացնել։ Մյուս բաղադրիչը կրկին իբրև համեմունք եմ առաջարկելու, դա լոլիկի չիրն է, ձիթայուղի մեջ, կվերցնեմ, 1, 2, 3,
Եվ եւս 3-6 շերտ։ Շերտատում ենք եւ ավելացնում։ Սունկը արդեն սարճել եմ, սա էլ մանր կտրատում և ավելացնում ենք։ Էլ ինչ պասուց տոլմա առանց հատիկավորների։ Այժմ սկսենք հատիկավորների շքերթը։ Ես վերցրել եմ Մառանիկ ընկերության կլոր բրինձը, ծառը հոսող ջրի տակ լավ լվացել եմ և մոտ 2 ժամ թողել եմ ջրի մեջ 1 բաժակ կլոր բրինձը։ Սա ենք ավելացնում, կավելացնեմ նաև հատիկավորներից։ Բլղուր, խոշոր։ Սրան էլ մշակել եմ նույն կերպ, վերցրել եմ Մառանիկ ընկերության խոշոր բլղուրը։ Հոսող ջրի տակ լավ լվացել եմ, թողել եմ ջրի մեջ, հասունացել եմ։ Սա էլ է 1 բաժակ։ Եվ կվերցնեմ նաև կարմիր ոսպ 1 բաժակ։ Չնայած կես բաժակը կարծում եմ բավական։ Սա էլ հոսող ջրի տակ լվանում ենք։ Եվ ավելացնում։ Որոշակի ժամանակ հարկավոր է, որպեսզի բրինձը, բլղուրը և ոսպը իրենց մեջ հատիկների մեջ վերցնեն առաջացած սոուսը, որից հետո կավելացնեմ լոլիկ սեփական հյութում 1 բաժակ, 1 մեծ բաժակ և 1, 2, 3 միջին չափի լոլիկ։ Հեռացնում ենք պատղակոթը լոլիկների և լցում ենք բաժակի մեջ, հարիչի բաժակի մեջ։ Խարում ենք։ Անմիջապես կհամեմեմ Մառանիկ ընկերության չորացրած ցիտրոնով, չորացրած ռեհանով, սև պղպեղով
Եվ կարծում եմ բավական է։ Լավ խառնենք։ Դնում ենք կափարիչ, մարմանդ կրակի վրա, թող մի փոքր եփվի։ Հեռացնենք տախտակը։ Չնայած տախտակը ինձ դեռ պետք է։ Այստեղ մնա։ Գործ ենք դնում սիրելի ամանը եւ անցնում ենք առաջ։ Նախապես խաշել եմ Մարրանիկ ընկերության հատիկ լոբի եւ սիսեր։ Սրանք խաշելուց առաջ մոտ 8 ժամ թողել եմ սառը ջրի մեջ, հետո պարզաջրել եմ, հետո սառը ջուր եմ լցրել վրան եւ խաշել եմ այնքան մինչեւ փափկեն։ Փափկել են հերթով լցնում ենք սիրելի ամանի մեջ եւ թեթևակի տրորում։ Պարտադիր չէ, որ բոլոր հատիկները ջարդվեն։ Լցնում ենք նաեւ հատիկ լոբին։ Ավելացնում ենք տապակի պարունակությունը։ Սրան մնաց միայն ավելացնել թարմ կանաչի։ Թարմ կանաչիներից տեսնենք ով կա տանը։ Կվերցնեմ եւ ռեհան, եւ համեմ, եւ սամիտ, եւ մաղադանոս։ Փոքր փնջեր։ Այստեղ միայն ռեհանի ցողուններն են կոպիտ։ Հեռացնում ենք ցողունները, հաստ ցողունները եւ մնացած փնջի հետ մանր կտրատում։ Իդեպ մոռացա ասել, սիսերը եւ լոբին վերցել է 400 գրամ ամեն մեկից։ Սա էլ լցնելուց հետո տախտակին ասում ենք շնորհակալություն, դու քո գործը արեցիր։ Եվս մեկ անգամ խառնում ենք, լավ տակնու վրա ենք անում։ Լավ խառնելուց հետո կթողնենք խճողակը սառչի։ Մինչ սառչում եք հավաքենք սեղանը, որից հետո կձևավորենք տոլմաները։ Դե ինչ, խաղողի տերևը պատրաստ է, խճողակը պատրաստ է, հարկավոր ձևավորել տոլմաները։ Հիշեցնեմ ընդամենը, որ հարկավոր է փայլուն մասով տերևը դնել սեղանին։ Որից հետո դնում ենք խճողակը եւ ձևավորում փոքրիկ տոլմաներ։ Շատ գեղեցիկ է։ Նույն կերպ խճողում ենք մնացած տերևները։ Այժմ շատ արագ պատրաստենք թերևս ամենակարևորը՝ սոուսը։ Սոուսի համար կվերցնեմ կես կիտրոնի հյութ, սրան ավելացնում ենք 2.5 ճաշի գթալ թահին,
Անմիջապես կհամեմ մառանիկ ընկերության աղով, աղացած սև պղպեղով, ավելացնում ենք Սլոբոդա ապրանքանիշի բուսայուղ, ձիթապտղի և արևակ ծաղկի խառնուրդ, մոտ 3 ճաշի գթալ։ Եվ կօգտագործենք այս խճողակի աման, ինչու ոչ, ինչու նորը կեղտոտենք։ Խառնում ենք և լցնում։ Ավելացնում ենք բանջարեղենային արգանակ, լցնում ենք տոլմաների վրա, փաստորեն ստացվեց 1 լիտր բանջարեղենային արգանակ, վրան շրջում ենք ափսե, սա նրա համար է, որ եփվելիս տոլմաները չքանդվեն, բայց առաջարկում եմ մնացած տերևները շարել մակերեսին վրան, այսպես ավելի ապահով կլինի, ավելի ամուր ստացվեց, և լցնում ենք այնքան եռացրած ջուր, որ ջուրը հասնի ափսեի եզրին, այսպես։ Շատ լավ է։ Դնում ենք մարման կրակին և եփում ենք 25 րոպե, որից հետո կարելի է ըմբոշխնել։ Մատուցելիս կզարդարենք կիտրոնի շերտերով։ Խաղողի տերևով պասուց տոլմա։ Խճողակի համար կախասունկը թել-թել անել, համեմել ծովի աղով, սև պղպեղով, ցողել բուսայուղով, շարել ջեռոցի նախապես սիլիկոնե գորգ կամ յուղաթուղթ փռած տապակի վրա։ 200 աստիճան տաքացրած ջեռոցում եփել այնքան, մինչև կարմրի։ Բուսայուղ տաքացնել, մանր կտրատած գլուխ տապակել, համեմել աղով, շաքարավազով, սոդայով։ Ավելացնել մանր կտրատած քաղցր և կծու պղպեղներ, դդմիկ, գազար, սխտոր, ընկույզ, ձիթայղում մարինացված լոլիկի չիր, կախասունկը, կլոր բրինձ, խոշոր բլղուր, կարմիր ոսպ։ Հարիչի բաժակի մեջ լցնել սեփական հյութում պահածոյացված լոլիկ, պտղակոթը հանած լոլիկ, հարել։ Ավելացնել տապակվող բաղադրիչներին։ Համեմել չորացրած ցիտրոնով, չորացրած ռեհանով, սև պղպեղով, լավ խառնել, մարմանդ կրակի վրա եփել։ Թասի մեջ լցնել նախապես խաշած սիսեռ, տրորել։ Ավելացնել նաև նախապես խաշած կարմիր լոբի, կրկին տրորել։ Վրան ավելացնել տապակի բաղադրիչները, ապա մանր կտրատած ռեհանի տերևներ, համեմ, սամիտ, մաղադանոս։ Լավ տակնու վրա անել։ Խաղողի տերևը փայլուն մասով դնել սեղանի վրա, խճողակը դնել մեջտեղում, տոլմա փաթաթել, շարել կաթսայի մեջ։ Սոուսի համար կիտրոնի հյութ քամել, ավելացնել թահին, համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել բուսայուղ, տեղափոխել թասի մեջ, ավելացնել բանջարեղենային արգանակ, խառնել, լցնել տոլմաների վրա, վրան դնել խաղողի տերևներ, ապա ափսե, լցնել այնքան եռացրած ջուր, որ հասնի ափսեի եզրին, մարմանդ կրակի վրա եփել 25 րոպե, մատուցելիս զարդարել կիտրոնի շերտերով։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք բազուկ, քաղցր պղպեղ, բաղացոյացված կանաչ ոլոր, մարինացված վարունգ, ընկույզ, ծարևածաղկի սերմ, Սլոբոդա ապրանքանիշի մթերք և անտիրալ հատիկ, համեղ գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Այսօր այս քանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։